Այդ Սերոպին անպայման գտի։ Դա ոնց թռնող տղա չի։ Մեկ այն իր կյանքով ապրելու է։ Օհան, բայց եթե Դավուն իմանա, որ խառնվում ես։ Դու էլ ես կանես, որ չի իմանա։ Օհան, մի բան էլ կա։ Ինչ ա եղել։ Դավոյի տղուն են վիրահատել։ Ոնց ա երեխան։ Մանրամասները չգիտեմ։ Դավոյ չես խոսել այդ թեմայով։ Չէ, բայց այսօր կզանգեմ կիմանամ։ Ինձ անպայման տեղյակ բայի։ Լավ։ Գլուխդ հոչ շատ չի ցավում։ Չէ։ Չէ, թե չի ցավում։ Դա չի ցավում։ Հո։ Սպասибо։ Դավիթ, ամեն անգամ դուրը ծեծելուց դու չեմ հասկանում։ Ավելի բա։ Արիմերի ջան։ Այս ուշ ժամին ո՞նց եկար։ Դե մեր տունը այնքան էլ հեռու չի։ Լավ։ Դե դուք հանգիստ զրուցեք։ Մերի ջան, ճիշտ է ասում, դուք զրուցեք, հետո Դավիթը կողեկցի քեզ տուն։ Եղավ։ Իսկ մենք այստեղ սպասենք։ Թեյ խմենք։ Վատ միտք չի։ Հադերը։ Դա ոնց ես։ Նորմալ ախպեր ես։ Ինչ կա դու ասա։ Բան չէ։ Դավ, իմացա, որ երեխուն վիրահատել են, ոնց է։ Հիմա արդեն նորմալ է, տուն ենք բերել։ Հա, լավ է դե։ Դերո մենակ դրա համար էի զանգել։ Ուրիշ ինչ կա, զգում եմ, որ… Չէ, ոչի բան։ Դավ, լսի, իմացել եմ, որ Սերոպի տղեկը քեզ են ման գալիս։ Ես ոչ փախած եմ, ոչ էլ կորած եմ։ Հենց հարցն էլ էդ է։ Ամեն ինչ նորմալ է։ Դավ, եթե օգնության կարիք լինի, ինձ ասա։ Ապրես, ախպերես, որ պետք լինի կասեմ։ Լավ։ Օհանը ոնց է։ Հիմա լավ է, էլ առաջվա պես չի, բայց դե Ստելայի մահը իրեն շատ կոտրեց։ Գիտեմ։ Դե կզանգես։ Ով էր։ Օհանի տղերքից դերում։ Ուզում էր իմանար Ռուբենին բերել ենք տուն ոնց է։ Ինքն էր ուզում, թե Օհանը։ Ապ լավ էլի։ Չեմ հասկանում։ Այնպես է կրվել, որ չեք կարողանում իրար զանգել։ Նման պահերն անգամ թշնամիներն են իրար աջակցում։ Ես ուղղակի չեմ հասկանում դու եւ Օհանը մի խոսքով։ Իսկ ես էլ քեզ չեմ հասկանում։ Դու չէիր ասում, որ Օհանի չփեմ, հեռու պահեմ ինձ։ Հա, ասում էի, բայց մի մոռացի, որ Ռուբենը վիրահատվեց, հիմա էլ տանն է, ու նրա առողջանալու հույսը մեծ, դրանում Օհանի աջակցությունը մեծ է, շատ մեծ։ Իսկ ինչ է ես տենց ուրացող տղու տպավորություն եմ թողել, հա։ Չէ, Դավիթ, ես գիտեմ, որ դու չես ուրանում, բայց եթե Օհանն հիմա վատ վիճակում է, դժվար ժամանակներ են նրա համար, դու… Օհանը մեծ տղա գլուխ կհանի։
Ռոբ, հիմա կարևորը տանն ես։ Գիտեմ, որ հիվանդանոցում ճնշվում էիր։ Այդ հիվանդանոցի պատերը ճնշում էին։ Ռոբ, դե ես արդեն գնամ, հա, շատ ուշ է։ Ոնց եք։ Լավ, բաբ, բայց մերին ուզում է գնա արդեն, ուղղակի շատ ուշ է։ Մերի ջան, ես քեզ կճանապարհեմ։ Ես մենակ էլ կարամ գնամ։ Չէ, պետք չի, որ ես ուշ ժամին դրսում լինես։ Ես հետդ լինեի ուրիշ բան։ Հա, դե Ռուբենը ասում է, ուրեմն տենց էլ պետք է անենք։ Մեկ էլ ցերեկները արդեն շուտ գաս չէ Ռուբենին։ Հա, արդեն ես դասարից հետո կգամ, որ մոտ չլինի էլի։ Լավ։ Գնացի դե։ Հա, խոսեցի Դավիթի հետ։ Հա, ասեց երեխան արդեն տանն է այսօր են տուն բերել։ Եթե տուն են տարել, ուրեմն արդեն երեխան լավ է, չէ՞։ Ասեց դեպի լավն է գնում։ Բա այն գործի մասին ինչ ասեց։ Ասում է պրոբլեմներ չունի, ինքը կանի ինչ պետքն է, մի խոսքով որ չխառնվեմ։ Հասկացել ա, որ ես եմ խառնում այդ գործում։ Գլխի է ընկնում։ Լավ, եթե նոր բան լինի, ինձ անպայման կասես։ Լավ։ Գնացինք։ Սոն, բարև։ Ոնց ես։ Լավ, դու ասա, տանն ինչ վիճակ է։ Տանը լարված վիճակ է, չգիտեմ ինչ անեմ։ Ուզում էի Դավիթի հետ խոսեի, ենել։ Բայց ինչ խոսեիր։ Դե այս ամեն ինչի մասին։ Ուղղակի հիմա Ռուբենը նոր է դուրս գրվել հիվանդանոցից, Դավիթը շատ խառն է։ Սպասեմ թող ամեն ինչ կարգավորվի, նոր կխոսեմ։ Վայ ինչքան է Սոն այսպես դիմանալու։ Չգիտեմ։ Ռուբենը հենց կարգավորվի, ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Ու հաստատ Դավիթը քայլ կանի։ Սոն ուղղակի չեմ կարողանում քեզ այսպես տեսնել։ Ձեր հարաբերությունների ամբողջ ծանրությունը քո ուսերին է։ Պետք է անպայման Դավիթի հետ խոսես։ Գիտեմ։ Ալո։ Սոն ջան, որտեղ ես։ Ուզում եմ քեզ տնամ։ Ես համալսարանի մոտ եմ։ Դաս ես։ Չէ, կապ չունի, դու ասա որտեղ ես։ Երեք մի տեսակ դուրս չեկար, ուզում եմ հասկանամ ինչ է եղել։ Գնամ դիմացի այգին, սպասեմ քեզ։ Լավ։ Լավ։ Աչքերդ փայլում են։ Երևում է այսօր մենակ եմ, հա, դասի գնալու։ Հա, մի բան հորինի ասա էլի։ Դե հա, ես մեկը արդեն մասնագիտանում եմ այդ հորինելու հարցում։ Կներես։ Լավ, կատակ եմ անում Սոն։ Դու գնա, ես կգնամ մի բան կմտածեմ կասեմ։ Ապրես։ Վարամ ուզում եմ քեզ մի հարց տալ, բայց խոստացի, որ անկեղծ կպատասխանես։ Ինչ։ Դու Ալայի հետ 10 տարի ամուսնացած ես եղել։ Նոնա ես քեզ ասել եմ ինչի համար եմ ես Ալայի հետ ամուսնացել։
Չէ, ես այդ նկատի չունեմ։ Ուղղակի տարօրինակ է, որ այդքան տարի միասին եք եղել ու երեխա չեք ունեցել։ Ալան փորձել է խոսալ իմ հետ այդ թեմայով, բայց ես չեմ ուզեցել լսել իրեն։ Ու եթե մինչև հիմա ինքը մեր տանը լիներ, ինձ էլի հետաքրքիր չէր լինի։ Ինչի՞։ Երեխան ձեր հարաբերությունների մեջ ինչ-որ բան կփոխեր երևի։ Կարող փոխեր, բայց ես չեմ ուզում որ ինչ-որ բան փոխեր։ Նոնա հասկացի, տղամարդը պետք է իր սիրած աղջկանից երեխա ունենալ։ Իսկ ես Ալային չէի սիրում։ Եթե իմ ու Ալայի ընտանիքում երեխա ծնվեր, դժբախտ կլիներ։ Երևի դու ճիշտ ես։ Ինչն է անհանգստացնում քեզ նոն։ Ասա ինձ։ Մտածում եմ, երբ իմացանք, որ երեխա պիտի ունենանք, դեռ միասին էլ չենք։ Տարօրինակ է, որ դու Ալայի հետ 10 տարի ապրել էիր ու չէիր ուզում երեխա ունենալ, իսկ ինձ մի քանի ամիս ես ճանաչում ու պատրաստ ես այսքան բանի միջով անցնել։ Հիմա դու մտածում ես, որ անսպասելի է եղել, ուրեմն իմ համար անցանկալի երեխա է այդ։ Նոն դու հասկանում ես ինչ ես խոսում։ Կներես, ես գիտեմ, որ դու շատ ես սպասում ես երեխային։ Ես քեզ սիրում եմ նոն։ Ուրեմն մեր երեխային էլ եմ սիրում։ Մենք էլ քեզ ենք սիրում։ Շատ ենք սիրում։ Վախեցա։ Ինչ կա, լավ ես։ Լավ եմ, Ռուբենը ոնց է։ Բժիշկը առավոտը եկավ, ներարկում արեց, ասեց, որ ամեն ինչ նորմալ է։ Այնքան ուրախ եմ։ Հա, դու ու Ռուբը իրար մասին շատ եք մտածում, շատ եք կապվել իրար հետ։ Ինչ է եղել։ Մի տեսակ ես։ Չէ, մի տեսակ չեմ։ Վիճել եք էլ իրար հետ, Լևոնի հետ։ Չէ, պապայի հետ չեմ վիճել։ Բա ում հետ ես վիճել։ Մամայի։ Այդայի հետ։ Ինչ կապ ունի Այդան։ Որովհետև ինքը հասկացել է, որ մենք միասին ենք։ Ու մեր վիճելու պատճառը մեր հարաբերություններն են։ Հասկացա։ Այսինքն եթե վիճել եք, նշանակում է, որ Այդան դեմ է։ Ուղղակի նեղվեց, որ մենք այսքան ժամանակ թաքցրել ենք ու ասաց, որ պապան հաստատ չի ընդունի։ Հաստատ չի ընդունի այն, որ մենք այսքան ժամանակ խաբել ենք։ Այն օրը, որ եկա ձեր տուն, քիչ էր մնում ասեի, բայց ինչ-որ մի բան չթողեց, չգիտեմ, չկարացա ասեմ։ Վախեցար։ Չէ, չվախեցա։ Ուղղակի պետք գիտես ոնց անում, պիտի պատրաստ լինես, որ կարողանաս ասես։ Դավիթ, դու հիմա այնքան խնդիրներ ունես։ Ռուբենը նոր է դուրս գրվել հիվանդանոցից։ Ես չեմ ուզում, որ հիմա էլ մեր հարաբերությունների մասին մտածես։ Սոն, իմ ու քո հարաբերությունները երկրորդական չի։ Ես չեմ ուզում, որ դու նեղվես, մտածես։ Չեմ ուզում։ Բայց ինչի՞ չասեցիր, որ խոսացել էիր, ասեիր կգայի արդեն, Չուզեցա խանգարեմ։ Լավ, կներեց։ Դու ինձ երբեք չես խանգարում, էլ նման բան չասես, ու դու ինձ կներես։ Չէ, դու մեղավոր չես։ Մեղավոր եմ, որ
Այնքան եմ խրվում իմ գործերի մեջ, որ քեզ մենակ եմ թողում։ Կարևորը էս բանն է դա, որ միասին ենք։ Էս ում է դա։ Արա պարզա էլի ում է դա։ Ընկերուհին է։ Պաստորենսի ավելի շատ վախենալու տեղ ունի, քան մենք էինք մտածում։ Նա Էս աղջկան ջոգել ես մի քո լավ էլ գախնի ապա։ Վախը տենց բան ախպեր։ Բայց Դավիթը սրա համար պատասխան պիտի տալա։ Դու պատրաստ ես։ Ես միշտ էլ պատրաստ եմ մի քո սրան խփելու համար։ Հələ դու էդի։ Ես ինչ ես կարծում։ Մերին ա տվել, ասեց լավ գիրք ա կկարծես։ Մերի ճաշակին ես վստահում եմ։ Պապի պապան չզանգեց։ Չէ, բայց ասեց ինչ որ գործեր ունի։ Բարզա։ Դե դու այդքան մի մտածի, մի ներվի։ Ամեն ինչ լավ կլինի։ Սոն, տնամ ինչա երեկոյան երևի կգամ ու Լևոնի հետ կխոսեմ, հա? Հա, ես վստահ եմ, պապան մեզ կհասկանա։ Կպար ծյոմ, հաստատ կպար։ Արա դե Միկո հերու կայնեցի էլի ոնց որ չգիտեմ։ Բայց ձև չի կպաշ չլինի։ Արա շուտ շարժվանք, պետք է մի քիչ էլ սպասենք։ Չէ, ապե դու հանգիստ եղի։ Մենք սրա ձենը հələ հետո լսելու ենք։ Մենք գիտես չէ՞ որ ասում է վատ լուրերը շուտ է տեղ հասնում։ Հա, բայց այնպես չի որ էսի մեր համար վատ լուր է։ Էդի հաստատ։ Դավիթ, ես ինչ էր։ Ես ինչ կրակոց է Դավիթ։ Հանգստացի։ Ուզում ես ասես ինձ թված։ Թված, հա։ Չէ, չթված Դավիթ։ Վերջ, ես քո հետ եմ, չես վախենում, հիմա պետք չի որ ստեղ մնանք, գնում ենք տուն։ Ես քեզ տանում եմ տուն ու ես գնում եմ իմ գործերով։ Ես քեզ մենակ չեմ թողելու, Դավիթ, լսում ես, մենակ չեմ թողելու քեզ։ Հանգստացի, հա, հանգստացի, չես լացում, վերջ, գնացինք։ Լսեցիր, անցավ։ Ամեն ինչ անցավ, հանգստացի հիմա։ Սոն, հանգստանում ես, որ հանգիստ կարողանաս տուն գնաս, եղավ։ Դավիթ հետդ եմ մնալու։ Սոնա։ Հետդ եմ մնալու։ Ցավ, դու միշտ իմ հետ ես, բայց հիմա վերջ, վստահ, անցավ։ Դրանք էլ չեն գա ու ոչ հիմա չկա։ Գնացինք։ Ես վախենում եմ Դավիթ։ Մի վախեցի, ես քո հետ եմ։ Լսեցիր։ Ոնց ես քեզ զգում։ Լավ եմ։ Դե արի մի փոքր բժշկի մոտ։ Ինչպես անցավ։ Առաջին անգամն էր։ Կարող է գլխապտույտ սրտխառնոցում ունենաք, նորմալ է։ Ես ինձ շատ լավ եմ զգում։ Երբ գանք նորից։ Վաղը նորից եկեք։ Անալիզների պատասխանները վաղը կլինեն։ Ցանկացած անհանգստության դեպքում զանգահարեք։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Նոնա, ես նկատել եմ, որ դու թաքցնում ես երբ վատ ես զգում։ Այդպես չի կարելի։ Ես երկու անգամ հիվանդասենյակ մտա, դու վատ էիր զգում, բայց հերքեցիր։ Դե ես Մենք մի քիչ վախենում ենք բժշկուի։ Նոնային ասել են, որ պետք է ընդհատի հղիությունը։ Ու հիմա մտածում եմ, որ ասի վատ է զգում, կարող է չգիտեմ։ Պարզ է, հասկանում եմ, բայց ինչ է լինի, ասա ինձ կամ ամուսնոտ, մենք պետք է իմանանք ինչ է կատարվում քո հետ, որ ճիշտ փոշում նշանակեք։ Լավ, ես կանեմ այնպես, ինչպես դուք եք ասում։ Ապրես, հիմա կարող ես գնալ, աշխատիդ պատկես։ Լավ։ Շնորհակալություն։ Տեսար ինչ ասաց բժիշկը։
Սրանից հետո ուշադիր կլինեմ։ Չէ, ուշադիր իմ պարտականությունն է։ Ունը չվախենալ ու ճիշտ ասել։ Լավ, ոնց ասես։ Լավ ես։ Դավիթ, ասա ինչա կատարվում։ Ինչ էին ուզում քեզանից։ Ինչի են քեզ վրա փողոցում կրակում։ Ուզում ես հաջորդ անգամ ասեմ էլ փողոցում չկրակեն, տեղը փոխեն։ Ես կատակ չեմ անում, այդ հեչ ծիծաղելի չի։ Գիտեմ։ Դավիթ, հիմա ասա, ովքեր էին այդ մարդիկ։ Ինչի էին ուզում քեզ։ Լավ, Սոն, խնդրում եմ, հանգստացի։ Չէ, չեմ կարող, Դավիթ, ասա։ Ինչ վատություն ես արել իրենց։ Հա, իրենց վատություն արել եմ, բայց ընդհանուր մարդկության առումով, տեսանկյունով, նորմալ մարդկանց էլի, լավություն։ Որ տենց ես խոսում, ես վախենում եմ։ Իսկ դու մի վախեցի։ Այ դե բարի գալուստ իմ կյանք, իմ իրականություն։ Քանի անգամ ասած կլինեմ, որ իմ կյանքը քո համար չի։ Թեման մի բեր դրան։ Ես այդ մասին չեմ խոսում։ Ես չեմ վախենում այս ամեն ինչից։ Ուղղակի ուզում եմ պատճառն իմանամ։ Ինչ են ուզում քեզանից։ Ուզում էին ինչ արեցին։ Այսինքն ուզում էին քեզ սպանեին, հա։ Հա, բայց գիտես ոչ այդքան դուխ ունեն, ոչ էլ այդքան հմտություն։ Ապուշ են էլի, երկու մարդ կանգնած ծառին են կրակում։ Դավիթ, ոնց ես այդքան հեշտ խոսում ես թեմայի մասին։ Թե տենց ես անում, որ ես ինձ թեթև զգամ։ Բայց ես դրանից ինձ լավ չեմ զգում։ Դավիթ, ես ամեն ինչը քո համար սենց սովորական է, չեմ հասկանում։ Ես քեզ դրա համար էի ասում, որ իմ կյանքը քո համար չի։ Քանի անգամ եմ ասել։ Մտածում ես ինչ օրինել եմ, հա։ Դրա համար աշխատի մի երկու օր տնից դուրս մի արի, լավ։ Ես տենց չեմ կարող։ Կարող ես։ Չէ, Դավիթ, ես չեմ ուզում քեզ մենակ թողնել։ Սոն ջան, եթե դու տանը լինես, չէ՞։ Ես ինձ ավելի հանգիստ կզգամ։ Դու ինձ տես կօգնես։ Ու ես կարամ անեմ այն, ինչ որ պիտի անեմ։ Ես հանգիստ իմ քայլերը կանեմ, մտածելով, որ դու ապահով ես, բայց խնդրում եմ, ասածս անում ես, առանց իմպրովիզների, լավ, պապայից չես խաբում, թաքուն տնից դուրս չես գալիս, գիշերները մեր տուն չես գալիս, պայմանավորվեցինք։ Ես տենց չեմ ուզում, Դավիթ։ Իսկ դու պատմության լրջությունը գոնե հասկանում ես։ Հա, հասկանում եմ։ Ուրեմն պայմանավորվեցինք։ Լավ։ Լավ։ Ապրես։ Այդ որ խելոք լսում ես, ես էլ եմ ինձ լավ զգում։ Սոն, դուրս գանք արդեն ես քեզ տուն ճանապարհեմ, հա։ Հա։ Ապրես։ Դե խմի, 7-դ խմի, ես էլ սուրճս խմեմ գնանք։ Չեմ ուզում։ Ուղի։ Սոնա։ Ասեցի վերջ, մոռանում ենք։ Օհան։ Ինչ ա դերով։ Օհան, մի բան եմ լսել, բայց Ոսա տեսնեմ ինչ աղը, կարող է նա դուրս գաս հանգստանաս նորս ներս մտնես։ Օհան, այդ սերոփի տղեկը շուխուր են արել, որ այսօր Դավոին։ Դավոին ինչ։ Դավոին խփել են։ Ինչ։ Այսօր փողոցում կրակել են վրեն ու Լսել տոշնի ինֆորմացիա, է։ Սերոփի տղեկն են ասում։
Ասում են Դավոն, որ խառնվել էր դրանց հարցերին, դրանք էլ այսօր առավոտ Դավոին խփել են։ Զանգել ես։ Անհասանելի է։ Չի կարա սենց բան լինի։ Տերո, սաղ ճշտի ու ինձ ասա։ Արդեն տեղեկից ուղարկել եմ Դավոյին շենքի մոտ, բայց մտածեցի, որ նախ քեզ պետք է ասեմ դրա մասին։ Ես չեմ կարա սենց սպասեմ։ Գնացինք։ Ուր։ Ես պետք է ամեն ինչ իմ աչքերով տեսնեմ, ինքս ճշտեմ։ Գնացինք։ Սոն, լավա շուտ եկար։ Ինչ ա եղել, մամ։ Ոյ, չգիտեմ է։ Պապան տանն է։ Տանն է, մեր սենյակում պարկած է։ Պապան չի եղել։ Նորից վատ ազգում իրան։ Ու չի էլ թողնում բժիշկ կանչել։ Դեղերը խմեց պարկեց, բայց մի պահ ինքան վատ էր։ Մամ, ես ինչ ես ասում։ Պիտի անպայման հիվանդանոց տանենք, իրա բժիշկը իրան պիտի նայի։ Լսում ա, որ Սոնա ջան։ Չի գալիս, հորդ չգիտես։ Չգիտեմ ինչ անեմ։ Գնում այդ աշխատանքին, հաճախորդների հետ գլուխ դնում, ներվային անում, հետո գալիս ու խնդրեմ։ Իսկ հիվանդանոցի անուն չի էլ ուզում լսի։ Ես կխոսեմ հետը։ Լավ, բայց այնպես կանես, որ հանկարծ շատ չնեղվի, բալես։ Իրան հիմա հանգիստ է պետք։ Գիտեմ։ Լավ։ Եթե Դավոյ մի բան եղած լինի, ես հողին կհավասարացնեմ այս քաղաքը, ես անգամ չեն մարսի, են որ Դավիթն ինձանից հեռու է պահում իրան, մեղավորը ես եմ, իմ մեղքով էր, մենք իրար շատ բան ասեցինք, տաքացած էինք, հիմա եթե հանկարծ Դավոյ մի բան լինի, Օհան նոր իմացա, որ Երևանի հիվանդանոցներում այդ անունով ու տվյալներով մարդ չկա։ Լավ, որը տենց աստեք սպասենք։ Այդ աննասունի ծանունդները իրանց ուղեղով վրեժ են լուծում։ Դրանց հարցերը լուծելը դժվար չի, բայց վատն է նա, որ Սոնային տեսել են։ Այդ մեկը պիտի չլիներ։ Ախր դրա համար էի ասում, որ պիտի հեռու մնանք։ Բայց նորից իմ վախի ու վտանգի պատճառով այս անգամ Սոնային չեմ կարա թողեմ։ Այս անգամ երկուսս էլ չենք դիմանա։ Մի քանի օրվա մեջ նենց ենք կապվել, որ ինձ թվում է միշտ հետս ա եղել։ Ու հիմա այդ սերոփը ինչա։ Գիտի իրա մասին։ Այս պայն այդ սերոփը ինձնից մի քայլ առաջ է։ Իմ մասին ավելի շատ բան գիտի, քան ես իրա, բայց այդ ժամանակավոր է, և այդ այն պիտի անպայման գտնեմ։ Հա, ոնց է։ Ոնց գիտես, մամ։ Ոչ բժշկի անունալ ուզում լսի, ոչ էլ հիվանդանոցի։ Ես լավ եմ, ինձ հետ գործ չունեք։ Ինչ համառա։ Շատ։ Լավ մի տխրի։ Ամեն ինչ լավ կլինի։ Դեղերը կխմի, կկարգավորվի վիճակը։ Մամ, ինքը իմ պատճառով էլ է սենց։ Այնքան անհանգստանում իմ համար, որ այդ մտահոգություններից սենց է լինում։ Լավ, վերջ դուր, հա։ Դու քեզ ես մեղադրում, հայրդ իրան է մեղադրում, վերջ տվեք։ Կամոց, մամ։ Ավելի լավ է իրար հասկացեք, փոքր չեք։ Ճիշտ ես ասում։ Սոն, մտածեցիր ասածներից մասին։ Որ ասածների մասին։
Քո Մամ, լավ, հետո կխոսենք այդ մասին։ Սոնա ջան, հայրդ այն վիճակում է, որ այդ նորությունը չի տանի։ Ես չգիտեմ դա իր վրա ոնց կազդի։ Մամ, ես գիտեմ, հասկանում եմ։ Այ Աստված, ինչ անեմ, ինչ անեմ։ Դա վականջավոց բաներ ընկել։ Ինչ ես եկել։ Հիմա սա ուզեցել են քեզ չհասցրին։ Բաշխորեն արը, որ իբր քեզ խփել են։ Ոչինչ։ Տղա են էլի թող գլուխ գովան։ Ես դրանից չեմ նեղվում։ Դավ, խառն ես։ Պրոբլեմներ կան։ Այդ իմ գործն է։ Երախություն մի արա։ Երախություն։ Լավ բառ է։ Բայց մեր մասին չի։ Դա ամանչից կուրսի եմ։ Սաղ գիտեմ։ Ուզում եմ ստապ տատենք։ Խոսենք, հասկանանք։ Նստի ավտոն։ Դու քո ճանապարհն ես ընտրել, ես էլ իմ ճանապարհը։ Այդ խանգարում էր, որ մենք իրար ընկերներ մնայինք։ Դա ես չեմ եկես, թե քեզանից ներողություն խնդրեմ։ Ես ինչ արել եմ, ինձ եմ արել։ Ու քեզանից չի, որ պետք է ներողություն խնդրեմ։ Ակին երկար ժամանակ է անցել, հիմա երկուս էլ հանգիստ ենք։ Կարանք հանգիստ զրուցենք, խոսենք, հասկանանք։ Ինչ է դու մտածում ես, որ այսքանից հետո։ Հա, ես մտածում եմ, որ այսքանից հետո մենք կարանք խոսենք ու իրար հասկանանք։ Դա խառն ես, պրոբլեմներ ունես։ Ու դու շատ լավ գիտես, որ ես չեմ կարա անտարբեր նայեմ, մեկը խառնվելվեմ։ Ես իմ հարցերը կարամ լուծեմ։ Պետք չի, որ ինձ քո թիկունքում պահես։ Տենց էլ գիտեի, որ այդ ձև ես խոսելու։ Ես քեզ իմ թիկունքում չեմ ուզում պահեմ, Դավ։ Ուզում եմ կողքս մնաս, ընկերոջ նման։ Դավ, ասում էր, որ իբր ես կյանքը քո համար չի, ես մեր կյանքը քոնը չի, դու չես ուզում տենց ապրես։ Ինչքան ժամանակը կողքդ չեմ, կողքս չես։ Պրոբլեմների մեջ ես էլի, հարցեր ունես։ Ես եմ մեղավորը, պատճառը իմ մեջ է։ Ես քեզ տես բան եմ ասել։ Ես իմ կյանքի համար քեզ մեղադրել եմ, կամ կարող ես քեզ ասել եմ քո ազդեցությունն է, որ հիմա ես այս կարգավիճակում եմ, չէ՞։ Ես իմ կյանքն է, ու ես ոչ մի բան չեմ կարող փոխեմ։ Կարաս, Դավ։ Ու կփոխես։ Ես քեզ կօգնեմ ու կփոխես։ Եթե քո համար էլ չես փոխի գոնե, տղուդ համար հաստատ կփոխես։ Ան Դավ, դու իմ ընկերն ես։ Ես ես խոսքերը ամեն մեկի չեմ ասում։ Գիտեմ։ Ինչը լինի, Դավ, իմացի, որ կարաս կասի մոտ ու ցանկացած հարցով դիմես։ Իմացա, որ երեխուն տարել եք հիվանդանոց վիրահատություն է կարել։ Հիմա
տուն եք վերել, ամեն ինչ նորմալ է։ Հա, դեպի լավն է գնում։ Լավ է, որ ամեն ինչ լավ է։ Այդ Սերոպի հետ կապված հարցերը ես կլուծեմ։ Մենտերը նստած են դրա պոչին։ Փախած է, իր լակոտներն էլ անտերի պես ինքնակլուղ ինչ ասես անում են, դրա համար էլ կվետը տենց է վարվել։ Գիտեմ, որ տենց է։ Լավ, դավ։ Հələ կխոսենք։ Ման։ Ապրես, որ եկար։ Ապրես։ Կգաս օֆիս կխոսենք։ Կգաս։